Պարոն Թունյան, հարգարժան պատգամավորներ, բոլորս գիտենք, որ 24 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտավ ԵԱՏՄ այն կանոնակարգը, որը վերաբերվում է ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական պահանջներին, մասնավորապես այն պարտադրում էր, որ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, այդ պատկերները նախատեսված են իրազեկելու սպառողներին եւ նորից իրենց ուրեմն իրավունքները պաշտպանելու, կարճ ասած ծխողները ավելի լավ կիմանան ծխախոտային տուփերի վրա, այսպես ասած վատ պատկերներ են, որոնք նրա մասին են, թե ինչպիսի հետևանք կունենա ծխելը առողջության համար։ 24 թվականի ընթացքում մի շարք տեղական արտադրողներ ցավոք սրտի այդպես էլ չհամապատասխանեցին իրենց արտադրանքը սահմանված պահանջներին եւ շարունակում էին արտադրել եւ շրջանառության մեջ դնել հին տեսքերով տուփեր առանց գրաֆիկական նախազգուշացումների։ Իհարկե դրա համար նաեւ պատճառաբանություններ են բերվում, որ սա նախկինում արտադրված է եւ այլ, այսպես շարունակ, եւ ինչքան ժամանակ ենք տալիս, այդ խնդրեմը շարունակաբար չէր լուծվում, այսինքն կարելի է 3 ամիս ժամանակ տալ, օրինակ, որ լավ, հին արտադրանքը սպառվի, 6 ամիս ժամանակ տանք, որ սպառվի, 9 ամիս, բայց հետո հասկանում ենք, որ սա իրականում գործելակերպ է, առաջին հերթին անարդար մրցակցության գործելակերպ, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ արտադրողներ, որոնք որ իրենք այդ պահանջը պահում են, բայց առանձին արտադրողներ չեն պահում այդ պահանջը, ինչը եւ սպառողների նկատմամբ ուրեմն շատ անարդար է եւ մրցակիցների համար եւ իհարկե հասարակության նկատմամբ ես գնահատում անհարգալից վերաբերմունք եւ այն տնտեսվարները, որոնք հետեւում են 24 թվականի հունվարի 1-ից գործող պահանջներին, զետեղելով տուփերի վրա գրաֆիկական նախազգուշացումներ, ստիպված են լինելու ավելացնել ծախսերը համապատասխանաբար բարձրացնելով վաճառքի գինը։ Նման իրավիճակը ստեղծել է խոչընդոտներ, արդեն նշեցի անարդար մրցակցային պայմաններ, որտեղ հին տեսքով ապրանքները հերիք չի էժան են եւ մի հատ էլ իրենց հին տեսքը, այսինքն շատ ավելի գեղեցիկ տեսք ունեն, իսկ նոր տեսքովները իրենք հենց դրա համար է ստեղծված, որ գեղեցիկ տեսք չունենա եւ մարդու մոտ առաջացնեն, այսպես ասած, չծխելու ներքին իմպուլսներ, հա, տվյալ իրավախախտման համար ներկայումս գործող տուգանքի չափը չի հանդիսանում էական ֆինանսական բեռ տնտեսվարողների համար եւ նպաստում է անօրինական գործելակերպի շարունակությանը, այդտեղ 400,000 դրամ տուգանք է, ասենք շատ ծխախոտային արտադրանքով զբաղվող ընկերությունների համար 400,000 դրամ տուգանքը որևէ ազդեցություն չէր ունենա, հաշվի առնելով այդտեղ շրջանառությունների ծավալները եւ իրենց շահութաբերության մակարդակը եւ Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու, ինչպես նաեւ խնդրին իրավաչափ լուծում տալու նպատակով նախաձեռնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել, առաջարկելով ավելացնել տուգանքը իրավախախտման նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով, ավելի բարձր տուգանքը կարող է էապես բարելավել իրավիճակը եւ երաշխավորել շուկայում գործող պահանջներին համապատասխանող արտադրանքի արկայություն, ստեղծելով արդար եւ մրցակցային պայմաններ։ Ինչի համար ենք շեշտը դրել տուգանքի վրա, որովհետեւ տնտեսվարողները ընդունում են, որ իրենք խախտում են եւ պարբերաբար ու մեծ հաճույքով վճարում են 400,000 դրամները։ Այո, ընդուն խախտել ենք, շնորհակալություն, տուգանքը վճարեցինք, խախտել ենք, վճարեցինք։ Հիմա երբ որ տուգանքի ծավալը կմեծացնենք, ուղղակի չեն խախտի մեր կարծիքով, կամ այնքան կվճարեն, որ հասարակության եւ մրցակցությանը տված վնասը ինձ թվում է էական չափով կփոխհատուցվի։ Շնորհակալություն, պարոն Պապյան, այստեղ երկու բառ էլ ես ասեմ, մենք այս թեման քննարկում ենք դեռ 4 տարի առաջվանից, երբ որ ընդունվեց այդ հակածխախոտային մեծ փաթեթը, այս առումով մենք ահագին երկար բանավեճեր ունեցանք ու իմ կարծիքով մենք դեռ օրենսդրության մեջ որոշակի բաց ունենք, որը պիտի շտկվի, որովհետև այնպես է ստացվել, որ մեր օրենսդրությամբ ծխախոտի փաթեթավորումը ունի այլ պահանջ, այսինքն պիտի լինի սպիտակ տուփեր, այդ plain packaging-ը, բայց մենք ունենք ԵԱՏՄ-ի տեղ կանոնակարգերով այլ պահանջ, ու քանի որ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերը իմպերատիվ են, մենք հիմա դրանով ենք առաջնորդվում, ու տնտեսվարողներն էլ այդ մասին գիտեն։ Երևի ինչ-որ փուլի, պարոն Պապյան, իրար հետ աշխատենք, այդ հակասությունն էլ շտկենք։ Մենք տնտեսվարողների հետ էլ ենք քննարկում արել, ու ես էլ եմ երկրորդում էկոնոմիկայի նախարարին, որ սա ստեղծել է շուկայում անհավասար մրցակցային իրավիճակ, ու սա այն դեպքն է, երբ որ տեղի ունեցածը ոչ թե չիմացության հետևանք, այլ շատ դեպքերում մարդիկ շատ էլ լավ իմացել են, որ օրենքը մտել է ուժի մեջ, բայց շարունակել են
առանց այդ նկարների տուփեր թողարկել, ավելին ասեմ, մենք քննարկել ենք նաև այն իրավիճակը, երբ ֆորմալ փորձել են օրենքի տառը պահել, այսինքն նկարը վրան տեղադրել, բայց այդ նկարի հետ ինչ-որ հետաքրքիր փոփոխություններ են արել, Photoshop-ով մեծացրել, փոքրացրել, լղոզել եւ այլն, այսինքն եթե պիտի նկարը այնպեսին լիներ, որ ծխողի մոտ բան առաջացներ, վատ վետահաճություն առաջացնել, նայում ես, ասենք քեզ կարող է թվալ, թե գեղեցիկ ռելիեֆի նկար է եւ այլն, բայց այդ բոլոր բաները օրենքով սահմանված են, այսինքն նկարների ստանդարտները, չափերը, տեղը, դիրքը, անգամ բանն է սահմանված, որ մի 10 տեսակի ենթադրենք նկար կա, տնտեսվարողը չի կարող իրան ընտրել, որն է ամենաշատը դուր գալիս, մենակ դրանով արտադրել, ինքը պետք է համամասնորեն այդ բոլոր նկարները օգտագործի։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, հեսա հարցերին կանդրադառնանք, երբ որ ասում տնտեսվարողների մի մասը այդ պահանջը խախտել է, մի մասը չի խախտել, եւ բոլոր այն ընկերությունները, ովքեր որ պահանջը խախտել էին, հասկանում են, որ այս օրենքի ուժի մեջ մտնելը այլևս իրենց համար ոչ ձեռնտու է դարձնելու այդ վարկագծով աշխատելը։ Բայց քանի որ իրենք ունեին արդեն իսկ վաճառված արտադրանք, որը խանութներում գտնվում է, բոլորս էլ հասկանում ենք, ունենք իրավիճակ, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարելի է մի օրվա մեջ այնքան տուգանք գրել, որ այդ ընկերությունները ուղղակի սնանկանան։ Մենք այն ժամանակ ասենք, որ պատրաստվեք օրենքը կընդունվի, մինչև օրենքի ընդունումը աշխատեք ձեր այդ օրենքին չհամապատասխանող ծխախոտը մաքրել խանութներից։ Ու ասում էին, ասում են, բայց երբ դա կլինի, ասում ենք մինչև ապրիլ, բայց փաստացի հիմա օրենքը ընդունվելու է ապրիլից հետո արդեն մայիսին եւ իրենք մի ամիս էլ ավել ժամանակ են ունեցել, դրա համար ես առաջարկել եմ, որպեսզի մենք երկրորդ ընթերցումը կանենք առաջինից հետո 24 ժամանոց ռեժիմով, որովհետեւ շուկայում գործող օրինապահ ընկերությունները ցանկանում են, որպեսզի օր առաջ այս կարգավորումը ընդունվի։ Եվ նաև մի վերջին բան էլ մենք հստակ պայմանավորվել ենք, որ այդ խիստ պատասխանատվությունը վերաբերվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված եւ ներմուծված ծխախոտային արտադրանքին, որովհետեւ օրենքը ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից հետո, այսինքն այնպես չլինի, որ մրցակցության հանձնաժողովը, տեսչական մարմինները գնան ու բոլորին մի արշինով չափեն, իսկ ինչպես են պարզելու այդ ծխախոտը երբ արտադրվել, այս QR կոդերը, որից մասին ես վերջերս տենց ահագին մեծ ոգևորությամբ խոսում եք, իրենք այս տեխնիկական հնարավորությունը տալիս են, այսինքն սրանով երևում է թե ծխախոտը երբ է արտադրվել, երբ է ներմուծվել։ Եթե մարդը ներմուծել է մինչև օրենքի ուժի մեջ մտնել է, ապա ինքը խանութում վաճառելու դեպքում պիտի որևէ պատասխանատվության չենթարկվի։ Այս հստակությունը